Իմիջայլոց շնորհակալություն դրան կարելի համար, իմիջայլոց շատ երկար ժամանակ ուզում էի գա ես տաղավար հյուր, չգիտեի ումից չերես ոնց, չերես ինչ փնտրեի, այդպես սղոսկեի գա հյուր, մի հատ մեքենա քաշեց դեմս, տորմստվեցի ու թռավ նրանից։ Եկա ձեր կյանքում, որ մի օր գնաք Միացյալ Նահանգներ, հարսանիք վարեք հաջորդ օրը հետ գաք։ Չէ դաժան է։ Բարձր երեսնով գնում հետևից մի հատ յաշիկ, սա 8 համարներ է։ Հələ հիմա դալելու դիժան, Ախր տեղ չկա։ Տեղ չկա, չեմ կարա ճանապարհ։ Եկես մի հատ բան եղավ, ավտոն, ախպերը սենց այց, ան ջոգիր ինչ, հա։ Երեխա։ Երեխաս մե։ Գժում եմ շոկոլադ։ Դա մի արա։ Ու ես որպես շնորհակալություն Էմիլին ջան, մերսի ախպեր։ Հա, դեց էիք պայմանավորվել էի։ Բարև ձեզ, ողջույն մեր շատ սիրելի հետևորդներ ջան, ծոմը ինչպես որ միշտ բացում ու ասում եթե մեզ տեսնում եք ուրեմն եւս մեկ հաղորդում ենք ձեր համար պատրաստել շատ լավ, այս անգամ շատ յուրահատուկ հաղորդում է լինելու ինձ թվում է որ դուք չեք մոռանում բաժանորդագրվելու մասին մեր YouTube-յան էջին, այն զանգակ, մանգակ, մի խոսքով այդ սաղ կոճակները տակը սեղմեք անպայման, այո, որ բաժանորդագրվեք, բաց չթողեք մեր հաղորդումները, ասա ես Եթե մեզ նայում եք, ուրեմն մենք սաղ ենք։ Հա, եթե ուրեմն մենք կանք ամեն ինչ լայքեք, մեկնաբանություններ գրեք, թեկուզ գրեք բարև ձեզ, բարև, այդ ամեն ինչ անելով դուք մեզ շատ օգնած կլինեք, բարև ձեզ։ Մի որոշ մի բանով օգնեք էլի ժողովուրդը օգնած կլինի։ Մենք ճիշտ է ուզում ենք գեղեցիկ ձևով ներկայացնենք մեր հյուրին, բայց քանի որ հյուրը այդքան է գեղեցիկ։ Դժվար իրան կարող է։ Չէ, բայց արի վերջո սիրուն ներկայացնենք, բացի սիրուն ներկայացնել, իրականում շատ սպասված հյուր է այսօր մեզ այցելել, եկել մեզ հյուր, շատ տաղանդաշատ դերասան, Անդրանիկ Հարությունյան։ Համաչասում Բարև Սերգեյ եղբայր։ Իմիջայլոց շնորհակալություն դրան կարելի համար, իմիջայլոց շատ երկար ժամանակ ուզում էի գա ես տաղավար հյուր, չգիտեի ումից չերես ոնց, չերես ինչ փնտրեի, այդպես սղոսկեի գա հյուր, Էմիլիի հետ քանի որ վերջերս չգիտեմ տեղեկ թե չէ նոր համագործակցության եզրեր գտանք ու այդ համագործակցության եզրերը հենց այս առիթն էր որ գա այստեղ հյուր ու ես որպես շնորհակալություն Էմիլին Էմիլ ջան, մերսի ախպեր ձեզ։ Հա, դեց էիք պայմանավորվել էինք որ գումար տայինք ու իմիջիալոց տաղավարն է մի քիչ շոկ հանդեմ էլի մենք ի սկզբանե զգացեք ձեզ Բայց ինչպես այդ ինչքան էր մեր նորմալներ, ման կիսա տեստվել թե Ոնց ասել եք, ոնց ասել ես տեստվել չէ, այնտեղ փոխանցումը տոշնի է, ոնց ասել ես տեստվել նոր տեսա Մի խոսքով շնորհակալություն ձեզ բոլորին որ հրավիրեցիք Եմ ջան, քեզ շնորհակալություն, որ այս արեթը բաց չթողեց։ Քեզ շնորհակալություն, որ շատ կնդալու կլինի որպես կաշառք, հա, կամ բռնեն Էմիլին, հետո ինձ էլ, որտեղ հիմա համ կաշառք տալն է։ տալն է ամերսը։ Ես ելնես մի անգամ իհոր շնորհակալ։ Ինձ թվում է վկաներին էլ են արդեն բռնում, ես ու դու էլ բռնում եք։ Բայց այս կաշառք չի։ Մի խոսքով փուրը տվիս ավելի։ Ասում եմ, էտի կաշառքներ դուք տեսնում եք մեր վերջին հաղորդումը։ Այս դեպքում Մյուս հաղորդումը փուրում ենք նկարելու, ամփուրն է։ Անջան ոնց է։ ջան, լավ, ընտիր։ մաղարի չա, կաշառք չի։ Շատ լավ տրամադրությունից լավ պոզիտիվ ու լավ դրական մարդկանց մոտ եմ յուրի մա ձեր մոտ, այսինքն հուսով եմ որ լավ օր եք ունենալու որտեղ հաղորդումից դուրս է որոշել ենք որ Էմիլին քանի որ այդ փողը տվեցի պետքա գնանք այդ փողին խմենք սա կազմակերպած է էլի այդ փողին պետքա չէ շատ լավ է տրամադրությունից լավ է բարձր է որովհետև իրականում կանք ապրում ենք ու վայելում ենք օրը Ու զբաղված ենք սիրած գործով։ Միանշանակ դրա մասին խոսք չկա։ Գործերից երկու բառ Գործերից երկու չէ, կարելի է գործերից անverջ խոսել, որովհետև քանի իրականում կանք պետք է աշխատենք ու սովորենք, որ ավելի լավ աշխատենք։ Ներկայացումներ կան նոր բեմադրելիք, ես բառ ասեցի, բեմադրելիք։ Լավն էր, բայց դուրսեք, հա, մի խոսքով նոր բաներ կա, դեռ չեմ ուզում փակագծերը բացեմ, նոր տեսահոլովակներ, երկի տեսքով հումորային մի խոսքով այն ինչի մեջ ես ինձ լավ եմ զգում, այդ գործով եմ զբաղվում ու շատ ավելի լավ։
ու էներգիասը առօրյա ամենաաշխույժ վիճակն է։ Անսպառ մնա այդ էներգիան։ Իսկ նկարանումներ Նկարահանումներ վերջի նկարահանումները դե էլի առաջին անգամ Էմիլի հետ համագործակցեցինք այդ շրջանակներում սիթքոմ Ժիրո Իվան, հա, դա վերջացավ, ես մի հատ դες թեթև չեմ ուզում գաղտնիք բացեմ, բայց ամեն դեպքում Էմիլն է երևի չգիտի, շատ շուտով էլի նորից համագործակցություն կլինի միասին, էլի նույն TV-ով, էլի սիթքոմ Աբրազնի այդ տեսակ բան, այնպես որ սպասում է դեռ էլի նկարահանումներ։ տարվա սկիզբը ճիշտ է, տենց արդեն գարունը բրծնելու վրա է, չեմ ասում բրծնելու վրա է, այսինքն չեմ ասում տարվա սկիզբ, որտեղ մայիսին ապարանում ձուն էր գալիս։ Ձուն է կավ, լեննականում ձուն է կավ։ Ասում եմ, այս տարի կառավարության որոշմամբ ամառ չի լինելու։ Բայց ես մի կողմից ուրախան եմ, որ գարունը երկար կտևի գոնե, էլի կանաչ խոտը շուտ չի վառվի բան էլի գոնե, բայց ինչա լինելու ամառը։ Ես վերջերս ով ասեցի Անձրևա վաղը տված Անձրևալն, ասում եմ ով ասեմ Սուրենյանն էր բանը գրած, չէ, դրան մի լսի Լիլի Հովերին լսի։ Դու մեկը ուրիշ բան է էլի ասելու։ Բաներ են ասում։ Չգիտեմ, այսօր այդ էլա բան, այդ որ լսում ես ճիշտ է լինում բանը, մեքենաս լվում եմ հաջորդ օրը անձրև է գալի։ Ընդհանրապես էդ է պետք իմանալ։ Եվ որ մեքենա լվացի, այդ հաջորդ օրը անձրև է գալի։ Այս տարի ինչ շատ է։ Ոչ Սուրենյանին եմ լսում, ոչ Հովերին եմ լսում, ոչ մեկին չեմ լսում։ Ես մեր արևան Մենք էս պիտի զանգենք, ուրեմն իմանանք լվացել ես թե չէ։ Ես ավելի հին մեթոդներով եմ հիմա բանանում, մեր արևան մամիկոն պապին հելնում նայում էր, ասենց երկնքին ասում էր 7-10 անձրև է գալ ու գալիս էր։ Ես հիմա տենց եմ նայում։ Բայց այդ մեթոդները ո՞նց է աշխատում այդ մեթոդը։ Չգիտեմ, ինքը սենց ուղակի նայում էր, ասում էր 7-10 անձրև է գալ, 7-10 գալիս է։ Այդպես կա որ ժամ չկար, քարի վրա է, չէ՞ ժամը։ Արևային։ Հա, բայց ես դրա բանն չգիտեմ, ինչ է դա։ Հայաստանում որ մենք դրա պրոֆեսիոնալն ենք կանչում, ասենք մեկը չգիտենք, բայց այդպես բան կա։ Հայաստանում կա այդ քարի ժամացույցը ու ոչ միայն ժամերն է ցույց տալի, տարվա եղանակներ, համաստեղություն, բան։ Համասերամ, ասում եմ։ Տեղը չեմ հիշում, բայց տեսել եմ։ Մեր հաղորդման ֆորմատին ծանոթ խոսում ենք մեր աշխատանքի խոհանոցային կյանքից, անդրկուլիսային խնդալու աշխատանքի խոհանոց։ Չէ, էպել թափելու այդ գործ չունենք։ Ուղղակի մեր աշխարհի խոհանոցից ինչքան խնդալու պատմություններ են եղել ու սաղսը գիտենք, որ այդ աշխարհում այդ պատմությունները լիքն են։ Քո դեպքում են որ ինձ թվում է մի 3 հաղորդում երևի նկարենք, որովհետև անցած ճանապարհը քո շատ երկար է։ Գիտես հետաքրքիր որն է։ Չասես ամեն ինչ գլատկի անցու։ Չէ, իրականում չէ, շոտ չար մթնոլորտում անցել։ Ու չգիտեմ 2002 թվականից մինչև այսօր այս ասպարեզում արդեն 24 տարի երևի, 25-ամյակս կանեմ երևի, էլի չգիտեմ, այդ թատրոնի բեմի ասպարեզում բանա հետաքրքիր գիտես որն է որ բեմից դուրս կուլիսներում եւ խոհանոցային այդ թատրոնի վիճակներում այդքան շատ չի լինում այդ նմանատիպ բաներ իմ կյանքում ինչքան սովորական կյանքում առօրյա կյանքում որ մեքենայից վարում կողքից տեսնում են բարևում են խփում են ավտոները քեզ տեն օրինակ եմ ասում հա մեր ընկերներից մեկը մի օր ասեց քո հետ որ դուրս եմ գալի փողոց ոնց որ թույն կարճակած յուբկով աղջիկ կլնես որ սաղ նայում են խփում են ավտոները բան դες դեպքեր եղել է իրական էլի ես որ գնում եմ ասենք կարող աղջիկա նայեմ խփեմ մնացածը ինձ են նայում խփում այդպես դեպքեր եղել են մի քանի անգամ մի երկու տաքսի վարող տենց ինձ բարևելով գնացել է ու սենց ես գնացել եմ ինքը մտել է ավտոբուսի մեջ ինձ նայելով ու տենց մի ինձ թվում է հիմա այդ տաքսի վարորդը դա մեծ հաղորդում ու հայում է ինձ այդ օրը մի երկու կոպեկ փող էր աշխատում այդ ավտոբուսը հետևից խփորն է մեղավոր հա ինքն է մեղավոր հա մտել էր ավտոբուսի մեջ մի քանի դեպք եղել է այդպես այսինքն դրսի հետ կապված ավելի շատ բաներ են լինում։ Մենք դրանք էլ ենք պատրաստ լսելու, բայց մի հատ հիմա նոր ձև կա, այդ որ տերնում ես քեզանայում խփելու, ասա եղբայր, դիմացդ նայի խփելու ես, Բա հետի կա, այդ մեթոդը կա ու աշխատում է այդ մեթոդը ու ասա դիմացդ նայի կարող խփելու ես։ չհասցնել է դի ասել։ Չէ, հենց ասես եղբայր դիմացդ։ դեպք եղել է այս վերջերս, ասես եղբայր դիմացդ։ Զգուշացրել ես։ Չէ, վերջերս Գյումրի գնալու ճանապարհին
ասաց եղբայր դիմացդ նա եղբայր տեսել ես թե Ոչ, դրա հիմքի վրա Ուղղակի մենք հիմա այտենց մեր դիստանցիաները շատ քիչ է ավտոքշելուց, այտենց 20 շատ հետո շատ նեղ են շում, ավելի շատ։ Դրա համար Տեղ չկա, ավտոն չես շատ։ հասցնի զգուշացնես էլի որ ու ցավոք սրտի մեքենաները շատ են շատացել ու պրոբկաներն էլ են շատ։ Դե հիմնականում դանդաղ են քշում, որտեվ պրոբկա է, բան չկա, կանգնած ես հիմնականում։ Վարանքի կամիկաձեները հանդիկները։ Ես Այտենց Թեհրանում, չգիտեմ, եղել եք թե չէ, Թեհրանում, ասենց ասեմ, հյուրանոցի զուգարանի դուրը որ բացում ես, կարող մոտով մեկ անցնել զալի մեջով, որտեղ շատ են, ու այնտեղ այն ամենագլավնի խաչմերուկների վրա, որ այնպես մի երկու հոգի ավտոյի տակից մոտորով դուրս են գալի, ընկած։ Երթևեք ու կանգնել գնում են, հա։ Չկա էլի, Ու նույնն է ոնց հասկանում եմ, ստեղ է արդեն տեղ ունենում, որտեղ սա մոտո են։ Հա Ես այս վերջերս մոտոյով ավարիա տվեցի։ Ես եմ, հա, էլեկտրական մոտո եմ, որ 53 է գնում արագությունը, բայց ամեն դեպքում ու դու մաքսիմումը 36-ից։ դե այդքան էլ գնում էի։ Այն մի խաչի գարաժ խաչմերուկ կա։ Այդտեղ ժողովուրդ երթվում, չգիտեմ ոնց մի հատ մեքենա քաշեց դեմս, տորմուս տվեցի ու թռա վրայից։ Արա անգա ու հիմա այնց ամոթ է, երթվում եմ, անգել եմ ու է խաչմերուկը ու սա մեքենաներ որ կանգնեցին տեսան մարդ անգել, չեն տեսել դե ես եմ, մարդ անգել միանգամից մի 70 հոգի այդպես վրա տվեցին տեսան որ ես եմ, բան Անդո ջան ջուրը բանը, բան երթվում ու ամոթից գեդինն եմ, մտածում եմ լուճը մեռն եմ, որ չտենա պետք է մարդը հավաքվի, նստեցի մոտոն ծռած ռուլով բանով, ասես, ծռած ռուլով գնում եմ, ու սա այդպես բանը, մի հատ կին էր վարորդ, էլի որ խանգարած երթևեկության է, գնացի մի 3-400 մետր գնացի այնքան աչքի վրա կանգնեցի ուշքս գնաց։ Այդ գլխի վրա մի 3 կռուկ սա պատտվել եմ։ Մույցիկի մեջ է որ խփում է պտիկի բազի ելնի է սարի վրա գոռա գոնն է էլի այդտեղ ուշքի չի։ Այն անեկդոտն է էլի որ ապարանցին իրանք քսում ամ կրիշից տեն հավաքվում են գնում շենքի հետևում մեռնում է։ ամոթից չէ որ նույնը իմն է։ Ցավը մոռանում ես այդ բանը որ ամոթ է։ Բան ոտս քերձել եմ ժողով մի 3-4 կռուկ լուշս պատտվել եմ բանից։ Ու այդ օրվանից հասկացա որ այդ մոտոն պետքա ծախեմ։ Ու վաճառեցի այդ։ Ապրես, ես այնքան շնորհակալ եմ քեզ։ Ես երթվում եմ սիրում, հա, լուրջ։ Դե վտանգ Հետո ահագին փող էր պետք է ընթացքում մոտոյի փողով լուծեցի այդ։ Ապրես, ես լավ է, համ փողն ա եղել, համ այդ վտանգներից ես անկես այդ վախում եմ։ Բայց ես արդեն մի քանի տարի է ուզում եմ։ Ես վախենում եմ, բայց ուզում եմ։ Չէ, ծում բանա, դա Բայց մոտո են ուզում, ոչ թե։ Բայց մոտո, թե էլեկտրական են։ Չէ, մոտո։ Չէ, մոտո Մոտորը ավելի դժվար է։ Հա գիտեմ։ Ես դժվար բաներ եմ Ինքը սիրում է որ ուղղազեմ չեմ, ես դժվար բաներ եմ։ Չէ, բայց նկատի ունեմ հետո այդ մոտո ասվածին պետքա ռաստամոշկա, պետքա չգիտեմ օծի էս, իսկ իմ մոտոն պրավա անգամ չէր ուզում։ Համարել ոնց որ չունի, չէ։ Չէ, համարել չունի, ինքը բան, հա։ Միջև, եթե չեմ սխալ, միջև 60 արագություն, ինքը ոչ պրավայա պահանջում, ոչ համար։ իմ սամակատներ էր էլ տենց որ։ Չէ, ես պես մի հատ ծանր չոպեր եմ ուզում։ Այ այդ ուրիշ, այ դա ուրիշ։ Դե թատրոնային կյանքի ժողովուրդ, չգիտեմ ինչ հիշեմ, Դե լիքը հյուրախաղեր։ Դու նայ հյուրախաղերից, թատրոնից, նկարահանումից եւ կյանքից։ Մենք ակնկալում ենք քեզնից պատմություններ։ Դե հյուրախաղերի ժամանակ որ թվականներ չեմ հիշում, կառավարական համերգ ներկայացում գնացել էինք Միացյալ Նահանգներ, երկու ներկայացում խաղացինք, հրաշալի անցավ ներկայացումները Լեբլեցուն դահլիճով, դե կամերային ներկայացումները հիմնականում ցենց ոնց ասեմ շատ ժամանակակից ներկայացումներ էլի բեմադրվում ու ցանկացած վայր որ գնում են այդ թատրոնի ներկայացումները Լեբլեցուն ալինու միշտ դահլիճները ու այդ ընթացքում այդ ներկայացումն էինք տարել երկու ներկայացում նախատեսված էր խաղալու համար եւս 3 ներկայացում ավել խաղացինք այսինքն երկու ներկայացումով էինք գնացել Հորանջի, նորմալ հորանջի։ Աշխուծրենց գա։ Նա տազարքցել էր Մի խոսքով ու չգիտեմ ինչ երկու ներկայացում խաղալուց հետո որ որոշեցինք վերջը չենք խաղալու, հաջորդ օրը պարզվեց որ պետքա խաղանք, բայց երկու ներկայացումից հետո շատ ուժեղ խմեցինք, շատ այլանդակ ուժեղ։ Առավոտ շուտ երեկոյան ասել են որ երկու ներկայացում էլի ավելացել է, հիմա պետքա դուրս գանք որ գնանք զապիսի, որ իմ ձենը պետքա կարդանք, որ եւս մեկ ներկայացում, եւս երկու ներկայացում, հա, ավելանում է ներկայացումը, ու հիմա ժողովուրդ ես որ խմում եմ, մոտորապես 2 օր անկողնուց մեջից դուրս չեմ գալիս, լուրջ եմ ասում, չգիտեմ ինչ ալինում, այդպես չեմ կարողանում։ Դե քայլում եմ, բան նորմալ է, բայց վատ, զգացողությունը շատ վատ է, էլի խմելու հաջորդ օրերին։ Կապ չունի, մի բաժակ խմեմ, 2 թե մի շիշ։ Վատ եմ զգում ինձ։ Մի խոսքով տենց հիմա հաջորդ օրը Աշոն Հարությունյան, ասում եմ պետք է գնանք բան, զապիսի,
ու գնացել ենք զապիսի ժողով երթվում եմ Երևանի պետական կամերային թատրոն բառը 3 ժամ գրվել եմ։ Ու տար արշուն հավաքել է, որտեվ միջև էտել էր իմ ձայնով գնացել այդ Միացյալ Նահանգների գովազդը ու չէինք ուզում որ մի ձայն լիներ, էլի իմ ձայնով տար բան արել, աբսուրդ էր։ Մի խոսքով դա Միացյալ Նահանգների հյուրախաղերից Ռուսաստանում ես վերջերս 26 օր Հա երկար տուր էիք այս ժամանակ 26 օր, հա, 26 Էլի օր։ կամերայինով էի։ Չէ, մեր իմ ներկայացումներ, իմ եւ Գարիկի Միրզոյանի ներկայացումն է, փորձան գիշեր ներկայացումով հյուրախաղերի գնացինք 22 ներկայացում խաղացինք, բայց 26 օր, տենց 12000 կիլոմետր մեքենայով, տենց քաղաքից քաղաք, հա։ Դուք եք նախաձեռնել թե կազմակերպիչ կար։ Չէ, կազմակերպիչ կար, հա, շատ լավ Դե շոֆեր տանեիք էլի 12000-ը դուրս եկավ։ Քշեի չանենք։ Չէ, հո մենք չենք վարել Ես շոֆերով։ կքշեի, էլի։ Չէ, դե ահավոր։ Ինքը սիրում է քշել դրա համար, կապ չունի Ես քանի հազար շատ սիրում քշել, բայց ես այն որպես պրոդյուսեր ներկայացման, ասենց ասեմ, բոլորը քնում էին, չգիտեմ ինչ, ես ցենց ուշադիր այդ շոֆերի հետ գնում էի։ Աշկերս բաց քնած։ Այն որ լատոկեր են գնում ավելի էր բաց, աշկերս բաց։ Այն որ շատ ահավոր այդ ճանապարհները բան, բայց իրականում շատ հետաքրքիր օրեր ունեցանք։ Մի քիչ ես էի լարված իրականում դե որպես կազմակերպիչ հայաստանյան կողմից, հա, կազմակերպիչ որպես։ Պատասխանատվությունը լարվածությունը շատ էր ամեն տեսանկյունից լարվածություն, հա, երեխեքին բան չլինի, ինձ բան չլինի, ամեն դեպքում վարորդն է քշում այդքան ու որ մոտավորապես մի հատ բան ասեմ, պատկերացրեք, որ առավոտյան արթնանաս, ասես այսքան կիլոմետր է ու մենք ուրախանայինք քաղաքից քաղաք, ինչքան կիլոմետր կներ որ ուրախանայինք։ Չէ, 1000 շատ է, ինձ թվում է 300։ 700 կիլոմետր։ Լուրջ 700-ները ամենամոտիկը։ Երթվում ուրախանում էի։ Հա, բակ ուրախանա գեթե Պիտեր Մոսկվա 1000-ը նորմալ չափ է։ 1006, 2000 ու այտենց անդադար ու մի հատ գիտես ինչ մեքենա են Արի որ մի քիչ բուսիկներից որ լիներ, որ գոնե կանգնեինք մեջը։ Հա, նստով եկմենակ։ Արա սենց կամ սենց էիր, ու հենց կոնկրետ 7 տեղ էր, 7 հոգի էինք։ Հա, մի հատ ավելի տեղ չկար, որտեղ դներ։ Բայց մեր մոտ մի հատ աղջիկ կար, այդ աղջիկը շատ հետաքրքիր կերպով մեր դերասանուհիներից էր, հիմա անունը չեմ ուզում ասեմ, ինքը տեղավորվում էր նորմալ։ Իրա ոտը մեկից բերանը, չէ, որ ոնց ուզում նստում էր, ու մենք ես հենց անկյունում դե էլ եմ ասում, ես մեկ անգամ հիշում եմ, Այ, չէ, անունը տալիս եմ ասել։ բանը, որ որպես պրոդյուսեր ու որպես բան, դե փորձում ես այնպես անես, որ մեկը նեղված չլինի էլի այդ ամբողջ ընթացքում, ես բայց ամբողջ ընթացքում նեղված այս անկյունի վրա, այսպես մոտավորապես, ստես ես իմ ով Երևույթ վատ բան սուստում էր։ Մի խոսքով սենց մի հատ այլանդակ վիճակ ու դες 12000 կիլոմետր ժողով։ Այդտեղից ես անձամբ չունեմ հետաքրքիր բան պատմելու, բայց ամենահետաքրքիրն էր, որ իրականում Ռուսաստանի մեր հայությունը շատ սիրով սպասում էր։ Ու առհասարակ Ռուսաստանում բոլոր հայերը սպասում են ներկայացումների, թատրոնների, լուրջ լեբլեցուն դալիչներ ա եղել բոլոր տեղերում։ Ու իրանք միշտ հետաքրքիր բան հանդիսատես հետ շփվելուց միշտ ասում են հետեւյալը, որ միշտ համերգներ են բերում, ներկայացումներ չեն բերում։ Խնդրում եմ բերեք ներկայացումներ։ Հիմա ես ասում եմ ձեզ, եթե ունեք ինչ-որ բան, կարող ենք 12000 կիլոմետր։ Հա, բայց հետո մի հատ ուրիշ բան էլ ասեմ, ինքը դաժան էր ճանապարհը, բայց երբ որ գծած լիներ քաղաքից քաղաք մոտիկ տեղեր, այտենց հեշտ կլիներ։ Գիտես մենք ինչ էինք արել։ Ոնց էինք գծել, երթվում եմ։ Օրինակ եմ ասում Հայաստանի Հայաստանի ճանապարհների վրա բացատրեմ, պատկերացնեք։ Այսօր Երևանում ենք ներկայացման։ Վաղը դրած է Ղափան, մյուս օրը դրած է Գյումրի։ Ղափանից չէ, Հոկտեմբերյան։ Հա։ Հետո Հետ Իջևանից։ գաս, հետ գնաս։ Նորից Ղափան։ Գորիս։ Արա, հետո Գորիս կպած։ Այս sense էր, եթե հերթականությամբ լավ լիներ, Այ բենականով եք դեր, ես հասկացա։ Խոսքով ահավոր է ժողով երթվում եմ։ Ես այդ վադավառոտի մեջ եղել եմ, այդ որ գնում այդ այդպես տարբեր գծով, դե դա ուղղակի լինում է որ ինչ որ չգիտեմ, դալիճի օրը չի համընկնում եւ Հա, չէ, դե այդպես գծած է եղել։ Մենք անգամ ես երազում եմ, եղել է այդպիսի ռուսաստանյան էլի գաստրոլներ եղել է, հյուրախաղեր, որ պոեզով են գնացել, դա հրաշք։ Հա, բայց է ուզում ասել։ գնաց կա, հա։
Դա է։ Քո համար քնում ես հավեսով արտնանում ես հասար բրծավ։ Ես մի Համարը անգամ քնելով, ակելով, ես մտում կդնենք, ամեն ինչը տեղին նորմալ է։ Ես մի անգամ Սխելով, այս վարորդը մեր, ռուս են, հին են, բան, էլի ես որ չի կարելի։ Արա դե 7 հոգի ենք, 7-ից մեջը Բիա չծխեն գոնե։ 7-ը ծխող։ Հա, 7-ը ծխող։ Ու բանը ամենակարևորն է բաներն է, չէ՞, մոտիկ այս Ռուսաստանի այդ բենզալեցականները։ Ու մեծ բուֆետներ կա, չէ՞, ճաշարներ կան, բան։ Ինչքան այդպես տենում էինք, հա, կանգնում էինք, ծխում էինք։ Ինչ կոֆեն ծխել, այդպես կոֆեով ծխելով բանով այդքան հասանք։ Ռուսաստանում ես էլ տես տուրերի գնացել ենք, նա ավտո էինք վերցրել։ Իմ սիրած մեքենաներից էր Կաբան էլի 140 S կլասը։ Հա, Mercedes, Կաբան։ Ռուսաստան Կաբան է։ Եթե S կլասը Դրա բակլանն է կա։ Mercedes արտադրողները, որ իմանան, որ իրանց ավտոին Կաբան են ասում, չեն Բաբուր արտադրել։ եշկա են ասում, ինչ ասում։ Կաբան ես էլ Մի 200 կիլոմետր գնացինք, այդ տղեն եզդի էր ազգությամբ, բայց Ռուսաստանում ծնված մեծացած էլի։ 200 կիլոմետր էր ինձ պետք որ ես իրան համոզեի որ տեղերով փոխվենք ու գնաց մնացածը ես տեղ սխմի ես էլ եմ շատ ասի դու հանգիստ մեկա քո փողը տալու ենք դու նստի ես կհիվանդանամ որ չքշեմ ավտոն համել ավելի շատ նեղվում եմ էլի որ ուրիշ մարդ է քշում ես լարվում եմ էլի ես իր հետ սկսում եմ աշխատել բան ավելի լավ է ես էլ եմ այդպես լուրջ տորմուզ եմ տալիս Այդ բոլոր վարորդներն են իստում, որ նստում ես կողքը, սկսում ես այդ բաներ անել, դրա համար ամենաճիշտը գնացքն է։ Չէ, դրա համար ամենաճիշտը մեքենայի հետևը է։ Չէ, ընդ вообще սիրտս կայնի։ Ես նույնիսկ ինքնաթիռի մեջ, տենց ուղղիկս կաբինան է, այնտեղ ինչա կա։ Բայց եղել է այդպես դեպք կաբինայով Ֆրանսիայից Հայաստան։ Ես էլ եմ նստել կաբինա։ Չգիտեմ նայում են, մի խոսքով նայում են, չեն նայում, մի խոսքով ծխելով, կաբինայով, բանի, կոնյակով, շոֆերների ինչ են ասում, պիլոտների հետ, հա, կոնյակով, ծխելով ու դեղցը բանը, այդպես հավեսով Ֆրանսիայից էր։ Քանթրել եմ չի պատահել։ Որովհետև ստյուարդես կան, հա, բաներ հայեր ու իմ Instagram-ը դրուգերից է, հա։ Անուն էլ դուր թող գործից անեն բրծնի։ Չէ, я խնդրեցի ասացի դե հաց ենք կերու ու լավ այդ Ֆրանսիա Հայաստան ռելսին, հա, ռելս ճիշտ ասացի, ռեյս, չվերթին, հա, ոնց որ այդ աղջիկը այդ ժառանգականներ ասացի դե հաց ենք կերել, դի ծխեմ, ասաց չէ բացառվում, մեկը պիլոտը կանչեց, Անդրանիկ Խարոչյանը խնդրում եմ մեկ րոպե եկեք, ու ֆրանսերեն թարգմանեցին հայերեն բան, դες դե գնաց կազմակերպեց, էլի գնացի հենց արդեն հասավ վերև են Հարգելի Անդրանիկ եկեք ծուխ տան։ Եկեք մի ծխի։ Հանդեցի այդ բանը, հա, ամրագոտին եւ մինչեւ Երևան իրանց հետ ընթացքում քշեցի, բան մի երկու մանյովերները դրիֆտ մի խոսքով բայց այդ էլ էր հյուրախաղերի հետ կապ։ Չէ, հյուրախաղեր չէ, դա Լիոնում գնացել էինք հարսանիք վարելու։ Ու մի հատ շատ հետաքրքիր բան եղել է ձեր կյանքում, որ մի օր գնաք Միացյալ Նահանգներ հարսանիք վարեք, հաջորդ օրը հետ գաք։ Չէ, իմը Եվրոպա է եղել, որ հա շատ դաժան բան է, իմը եղել է որ Եվրոպա թրել է եկել է։ Եվրոպան պերեսատկի տեղ է, էլի։ Բայց Միացյալ Նահանգները էդի բան է։ Ահա որ է։ Աբսուրդի ժանր։ Ասենք այնտեղ չենք էլ հանգստացել, գնացել իջել ենք, Դա իզիվացից։ Հա, հետո ղժացել են վրեքներս էլի, $5000 տվե ղժացել են։ Ոնց խնդանք սրանց վրա, 5000 շփրտենք խնդանք, Թող տանջվելով գա գնա։ Էդի առողջության վրա ծախսվեց այդ գումարները, էլի։ Ես մի հատ պլաշատից գնացել եմ Պիտեր հարսանիք եմ արել, նորից եկել եմ պլաշատ։ Սենց մտա։ Բայց Այդ երկու դեպք եղել է, որ մեկը որ մի քաղաք եղել եմ, որ այդ քաղաքը չեմ տեսել, ուղղակի իջել եմ, ոնց որ ինքնաթիռից գնացել եմ, բան, դահլիճից ավտոյով հետ այդ ընթացքում եմ տեսել այդ քաղաքը, որ մեքենայով գնում ես այնտեղ ու հետ ես եկել ինքնաթիռից։ Բայց այտենց ես էլ այտենց շատ քաղաքներ այտենց պրոստա անցել եմ։ Իմ հետ գիտես ինչ է Ռուսաստանում, ես որ լինում էր հարսանիքի հրավերն է, նայում եմ այդ քաղաքում չի եղել, համաձայնվում եմ։ Մի անգամ ինչ որ հերթական հրավերն է լինում, գնում եմ, հասնում եմ այրոպորտ, իջնում եմ, հասկանում եմ, որ եղել է։ Այրոպորտից հասկացա, հա։
Բայց մեկ է անկեղծ որ ասեմ այդ Մոսկվայի պրոբկաները չեմ սիրում ահավոր այրոպորտներից միջև կենտրոն բան գնալը Կենտրոն սարսափելի է Մենք մի օր գնացինք տոս փոխելու ու մեկ էլ Զարմացել եմ, ներողություն խնդրում եք Մոսկվայի այդ Դամադեդով Վնուկովը բան այդ այրոպորտները չեն տարբերում իրարից Հա, միջև չես գնում, Տեղի պրոբկեք հենա, որ խոսքի 40 ես գնում։ Նենց չի որ կանգնած է, էլի։ Այնտեղ Այնտեղ Ամերիկայում էլ է կանգնավ, կադի Դե վրա մեկ որ է կանգնավ։ տարիքում են որ կանգնավ էդի լավ դե բան մեքենաներ էլի Անդո պատմի լավ պատմություններ իսկականից Դե Գևս Հովանեսը չունե պատմություն Մենակ ասի պատմություններ Դու ունես այդպիսի պատմություններ, ես վստահ եմ, որոնք որ շատ տպավորվել են քո մեջ։ Որը բայց չեմ կարող մտաբերեմ լուրջ եմ ասում, այնպես ինչ կար պատմեցին, հիմնականում դա լինում է, երթվում եմ, խոհանոցային այդ վիճակը դա լինում է սովորական կյանքում մեր, այսինքն մեր հանդիսատեսի հետ կապված էլի։ Օրինակ 2006 թվականին նոր մեքենա ձեռք բերեցի, Volkswagen, ու այդ մեքենան միջև սկսեցի քշել, նախ աղբորս հետ կռվեցի այդ ընթացքում հալալ, որտեղ հաչեր թողում քշեի, որտեղ չգիտեի քշել։ Վարժ չես ասում, հա։ Ահա, ու ինքն էր ինձ սովորացնում քշել, ու այդ ամբողջ ընթացքում ամեն անգամ կռիվ էի անում, հետո թող քշեմ, չէր թողում։ Կգնաս կխփես այս կանես, այն կանես, մի խոսքով մի հատ այնց օր եղավ, որ բանալին շպրտեց վրաս, ասես գնա ինչ ուզում ես եղի նա դա էլ արեցի մոտիկը։ Ու ես նստեցի մեքենան քշելու։ Այն մանումենտից որ իջնում ես, պետք է իջնես պլանի գլուխ, չէ՞, այդ վերևից դե բնականաբար փագ է։ Հա։ Այդպես իջա։ Հա, այդպես իջա։ Այդպես իջա պլանի գլխին կանգնացրեց մի ոստիկանը ու բարեբախտաբար նախ շնորհակալություն եմ հայտնում, ճիշտ է, շատ իրավախախտումներ չեմ անում, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ բոլոր ոստիկաններին, պետավտոտեսուչներին, ինձ լավ վերաբերվելու համար, էլի։ Արի իջա կանգնացրեց։ Ասում դու ջան, ինչ ես անում, ասում քշում եմ բրատ, դու աղբեր ես դառնալ, աղբեր ես ընդդեմ չի թողում, հա, ասում վերցրել եմ, ասում քշում եմ, ասում չես քշում, բրատ շատ վատ բան ես անում, ասում քշելու վատ բան է, որն աղբեր, կարող ես մտածեցի, մի պահ մտածեցի եղբորս ընկերն է կամ ծանոթ է, տենց գիտի ու ասել է օրինակի համար, այս ինչ տեղով է հեսա գնալու կամ չգիտեմ ինչ, խնդրում եմ կանգնացրեք, մի թողեք քշի։ Հա, մի խոսքով գորգրում է հիմա մոտավորապես էլի, որ ասում եմ ինչ է եղել, ցավը տալում, ասում եմ բրատ կոնկրետ 2 կիլոմետրի չափով պրոզիվ եկել ես։ Այդ 2 կիլոմետր ինչքան է այն կրծած կուկուրուզի կողքով է որտեղ։ Հա, իջնես պլանի գլուխ։ Այդտեղ միակողմանի է, այս կողմը բարձրանում են։ Հիմա թույլատրում են մենակ ավտոբուսները, եթե չեմ սխալվում, հա։ Մի խոսքով դա 2006-7 թվականի պատմություն է պատմում, էլի։ Այդտենց ակ չգրեցին բարեբախտաբար։ Քո կյանքի առաջին պետավտոտեսուչին տեսա, բա կուսությունս առավ Հա, բայց դրանից հետո շատ դեպքեր են եղել, հիմա ցավոք սրտի էս արագաչափերն ու այդ նկարանող սարքերը որ կա չեմ կարող խուսափեմ բաներից, հա, ակտերից, բայց պետավտոտեսուչների հետ բարեբախտաբար էլի լավ հարաբերություն։ Մարկային գործոնը աշխատում։ Ես էլ եմ այդ առիթը ուզում օգտագործել ու շնորհակալություն հայտնել մեր բարեկային ոստիկանության աշխատողներից։ Տենց օր չկա, տենց լավ վերաբերմունք համար։ Օրինակ երեք նկարանում էինք անում։ Իրանք եկա մոտեցան կանգնեցին, ասին ինչ եք անում, ասին կին ենք նկարում, ասին ինչով օգնեք, ասին ամեն ինչ լավ է։ Չէ, ուզում եմ ասեմ ողջունելի է այդ։ Հա, իհարկե։ Հետո որ մի փոքր վրազես կամ արագես գնում կանգնացնում են, տեսնում են, ամեն դեպքում հա, էլի թողում են, ասում են խնդրում ենք մի քիչ բան նորմալ։ Ինչով օգնենք, պիտի մի ասել մի հատ փուջուր կտոր կա այս մասը մի հատ մտնես խաղաս։ Հա, ինչու՞ էլի հա, փոքր մաս կա։ Չէ, դե այդպես փոքր բաների համար միշտ մեզ լավ է վերաբերվում։ Հա, օրինակ Դիլիջան շատ շուտ եմ գնում գալիս, նախ ծնողով Դիլիջանից եմ, հետո այս ամառները որ սկսվում է նախ երեխաներիս եմ տանում այնտեղ տուն ունենք այնտեղ, բացի դա էլ որ ճամբար ենք անում, այդ ճամբարի շրջանակներում, հա, Դիլիջանում ենք անում, շուտ եմ գնում ու ընդեղի պետավտոտեսուչներն ամեն անգամ մի հատ պետավտոտեսուչ անունը չեմ հիշում, երդվում եմ։ Ինչքանից տեսնում կանգնացում հետը նկարվում եմ։
Այն ինչ ինձ թվում է իր ալբոմը մի հատ ցելի ալբոմ ունի իմ հետ է։ Բոլոր սեզոններին տարբեր շորերով։ Հա, ասում Ու ինքը բանա, չէ։ Ասենք կզանգի կասի անջան կլաչածվի շարվարդ կտաս մի հատ տեղի թամ։ Օրինակ եմ ասում, սա լիքը ինչքան շոր ունեմ, այդ շորերով նկարներ ունեմ իր հետ։ Ու խնդալուն իր ալբոմի մեջ իր շորերն է, էլի, իսկ սերժանտը է։ Դա բարձրացել է։ Զվարներ բարձրացել։ Ես մնացել եմ просто շորեր է սա։ Իրանը տնի զվանի ավելացել։ Դրսային պատմությունների հետ մի հատ է շատ հետաքրքրելի պատմություն կա, այդ արդեն քշում եմ մեքենան։ Սովորել ես Արդեն նորմալ քշում եմ, Ֆուչի 16 հավասում եմ ապրում ու ես մի հատ շատ հետաքրքիր սովորություն ունեմ, իմ բոլոր մեքենաների մեջի սաունդը պետքա լինի ամենավորակյալը։ Ու բոլոր մեքենաներից մեջի սաունդը եղել է ամենավորակյալը, որ այն ցկոցնել անձամբ լսեմ ես ու վայելում եմ այդ երաժշտությունը ու պատուհանները փակ շատ բարձր միացնում եմ երաժշտությունը ու որ քշեմ ու առավոտները որ արտանում եմ, որ շուտ եմ արտանում, տենց քնաթաթ վիճակամոտս ուզում եմ արագ բան անեմ, բացվեմ, էլի։ Այդ բացվելու համար ինչա պետք։ Մի քանի երաժշտություն ու հիմնականում Թաթա Սիմոնյան, որ ինքը ակտիվացնի ու ակտիվ լուրջ, sense պոզիտիվ առավոտը սկսեմ ու հիմա տենց էլի նույն տրամաբանությամբ արտնացել եմ, լավ տրամադրություն, սուրճը խմել եմ, վայելել եմ, մեքենաս խոդ եմ տվել, նստել եմ պատուհանները փակ, էլի այդ գոլֆ 3 մեքենաս էր։ Ինքը տենց սիրում սարքած մեքենա էր, էլի տենց վիդնի մեքենա էր, որ գոլֆերի մեջ իմ բոլոր մեքենաները վիդնի էր, էլի։ Մի խոսքով այդ մեքենայով sense հիմա այդ հանրապետականի դիքի իջա ու մտա Ֆուչիկ, նեղա դե Ֆուչիկ փողոցը։ Այո, բարձր երեսունով գնում եմ հետևիցս մի հատ ящик, սա 8 համարները։ Արա հիմա դալնի բլիժնի անում։ Ախր Այստեղ չկա։ տեղ չկա, չեմ կարա ճանապարհ տամ։ Երբեմն ահա որ ես ներվայնանում եմ, ես մի քիչ հիստերիկ եմ այդ իմաստով, էլի կապ չունի, ինչ մեքենա ուզում է հետևիցս գա, ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, չեմ վախենում, ոչ համարից, ոչ եսի ինչից։ Իջտելու եմ լկտի անամ, ավայ բաներ խոսամ կամ ինձ ծեծեն կամ ես ծեծեմ, օրինակ, բայց ես չեմ կարա ծեծեմ, հիմնականում ինձ են ծեծում, էլի։ Հա։ Արա հիմա չգիտեմ ինչ անեմ, նայում եմ հայլով երաժշտություն բարձրացած, sense սիգնալը լսում եմ սիգնալի ձայնը։ Դալնի բլիժնին տենում եմ, առ ասում եմ ես ոնց բան սրան ճանապարհ տամ, բայց ներվայնից է, իրականում sense քաշեցի անց կանգնեցի բորձի վրա, ոչ թե ճանապարհ տալու նպատակով, որ այնց որ ինքն է չանցնի, բայց ամեն դեպքում որ ես կանգնեմ, ինքն է կանգնի, իշտեմ ասեմ, արա ինչ։ Նա։ Ուզած ինչ է։ Օր ժողովուրդ Քաշեցի կանգնեցի, հա, վախեցի, ինչ է եղել, կանացի ձենով, ինչա պատահել բաց։ Հա, ինչ արասում եմ, ինչ գոռում եմ մոտարապես, ինչ ես ուզում, չեմ կարա ճամփատում, արասում անդո ջան, քեզ ջղայնացը։ Հետևի ձախ պագրիշկեմ բանդաժի վրա ես գնում։ Ադախ կրտալով այդ մեզ չես զգա։ Հա, դե երաժշտություն միացրած, ծակվել է պագրիշկես, հա, դա թաթա։ Երևանի աղջիկների, Երևանի։ Ու տենց է գնում, ոչ թե արդեն տակտի տակ եմ սենց բաներ արում, այլ ավտոն ասենց։ Ասես գնում եմ, դու միասա ես տղեն իրականում լավ բան ասես, էլի, այդ էլ տենց չծեծեցին այդ օրը նորմալ։ Լավ պրծապագրիշկ ես էր տրակել։ Հա, այդ օրը տենց անցավ, բանն էլի, որ ասում եմ Երանի մեջ կլիներ, որ Հեռախոսը ժարտումը։ Հիմա այդ էլ բախտս բերես պագրիշկ։ Պագրիշկեն դու ինքդ կարում ես ան փոխես անես բան։ Երբեք։ Այդ դրա հետ կապված է պատմություն կա, հենց էլի աղբորս հետ կրվեցի, ապա հեսա ավտո փչանալու է ճամփին, ջարդվելու է, հեսա ալնելու օրինակ էլի, էս ալնելու, այն ալնելու, պագրիշկը որ ծակվի, ինչ ես ալնելու, ասի աղբեր մի բան կանեմ։ Ու այդ խոսքի վրա Նավսը գցեց։ Հա, նավսը գցեց, ընկավ, խոս պագրիշկը ծակվեց, աղբերս բոքսեր ունի, արգավանդում է բոքսերը։ Փրկվել ես։ Չէ, բայց մեր այդ իմաստով փրկվել եմ։ Մեր բակում ծակվեց ու աղբորս հետի աշխատակիցները ոնց որ արդեն տուն էին եկել մեր բակից են։ Հա, ծակվեց աղբորը սենց արեց, ծակվել է, փոխի աղբեր։ Հայ, փոխի։ Կանգնել նայում, հա, ոնց է։ Հա, չէ, ոչ թե կանգնել նայում, ասում փոխի աղբեր։ Չի օգնում, կարա, մի վարքան է իր համար, էլի։ Զանգեցի իր աշխատողին, կարա, ասի համ պագրիշկես տրակել աղբերս կգաս, եկա որսը երկու վարքանը փոխել, ասի հենց կանեն ջան։ Տեսար որ կարող է։ Գիտություն զանգում ես գալիս են պագրիշկին փոխել։ Շո։ Հարցը լուծեցի բրծա։ Հարցը լուծա։ Իմ ավտոն փչանում է, դռները ուզում եմ ասեի փակում եմ գնում, չի փակում, թողում եմ, դες բաց գնում եմ։ Բայց Գալիս մեզ մեջի հնդիկա քնած մեկ բան։ բանը էլի, ես որ մի փոքր ճիշտ է հիմա կարող վատ բան ասեմ, որ մի փոքր գինով ցած եմ դնում, էլի ամեն դեպքում քշում եմ մեքենան, բայց վատ բան եմ անում շատ։
ու ամեն առավոտ ինձ ստայանշիկ է, ստայանկա կա, այնտեղ եմ կանգնում ավտոտնակ ունեի, հիմա չունեմ։ Մի խոսքով այդտեղ էի, ստայանկան կանգնում մեքենան, ամեն առավոտ բանն է, ինձ ստայանշիկ է, հիշած ապե խմած ես չէ։ Ասում եմ, բրացախ պատուհանները բացալավ անձրև չի եկել։ Բացի թողել ես։ Հա, դες թողում եմ գնում։ Ոնց որտեղ կանգնացնում ավտոն դե մնում եմ թողում գնում։ Որ չեմ ուզում էլի շատ չարաշահեմ քշեմ կամ չգիտեմ ինչ որ ահա որա մեկ էլ այդ առաջի երկու օրներ որ արդեն քշում էի մեքենան այսօր չգիտեմ ինչ սա մեքենա է զերապ Բայց լխտալու է։ հա Իրա սրտով է։ հա մեքենան ուրեմն քշում ուրեմն առաջի երևի մի շաբաթն է արդեն քշում եմ մամայից ասեմ մամա այ դες ոնց եմ քշում եմ մամաս կողքից նստած ախպերս հետևն է վախեցած նստած ան բռնված ու պապան չէ այդ օրը չկա հետներս մի խոսքով ախպերս Ստրես է տանում, ստրեսով է մաման կողքից ասես յանի ես քշում եմ մեկ էս մի հատ բան եղավ ավտոն ախպերս sense այց ան ջոգիր ինչ հա Ես ինչի վերով անցի։ Չէ, ախպեր, ու գնում եմ մաման եղա, լավ է քշում բալես, ո՞նց շատ լավ է, երթում հայլու մեջից տեսա, ասպար ջան, կներես, բայց փառք Աստծո բուժեցինք իրականում շունից։ Ես ասի։ Շամրով ես։ Արա, sense է, հա։ Հետո Երկու կալոսով անցի։ ախպերս ասաց, հետևից նայ, մաման կողքն է նստածա։ Սենց ոնց է կողքն է մաման, ախպերս տեսա ինչ եղավ։ Ասեցի չէ մեկը որ հայլով նայեցի տեսա վնգստալով շունը բախում է բայց տարանք ես կենթանասեր եմ ահավոր շատ է որ փողոցում տեսնեմ իրական լուրջ ինչ որ մի շան ոդկա վնասվե կամ բան այտենց հատուկ ոչ թե հատուկ ընկեր ունեմ այդ իմաստով չէ հատուկ տեղ կա որը ընկերոջս բանն է կենթանաբանական կենթայիների կլինիկա է հա մի խոսքով այդ շանը կարա բուժեցի հաջորդ օրը այսինքն գնացինք կարի ախորս հետ ենք եկել այդ շանը վերցրել ենք ընդ որտեղ ասես ընկած ոտի վրա բայց ես մաման լավ ես քշում լավ Ապրես։ ապրես մի 5 հատ երեխա բան Ինչ էր երեխու վրա խոսում, լավ էլ քշում է նա, չէ՞։ ու որ ախպերս ու այդ ամբողջ ընթացքում այդ սկզբի ժամանակն որ ախպերս ու պապաս էին նստում կողքից քշելու ժամանակ ասում էի գայի պետն ու գայիշնիկի հետ ասում գայի պետը պապաներ հա ապե միջև այսօր դա 2006 թվականից քշում եմ ավտո միջև այսօր կողքից նստում ախպերս խոսում եմ ես Նորմալ է։ Որը դա ի՞նչն է նորմալ։ Ինքը չի կարող կենտրոնում, քշի վրա խոսում է։ Երթում եմ մի հատ բանից կվարտալից գնում արգավանդ հետա գալի։ Ուսյո։ Հա, ուսյո, ասում եմ կարեն մի հատ այդ մեքենայով մտի քաղաք, մտի քաղաք են պրոբկի ժամանակ, դες կարող ես քշես։ Վայ, այդ ժամանակ ես կխոսամ վրան էլ։ Այդ բագրիշկից մի հատ էլ ես դեպք հիշեցի։ Չնայած որ էլի հյուրը ես չեմ, թողեց բագրիշկեն։ Դե ես կարող եմ այդ դանգրատը ունեմ սաղ մեքենայի մեջ, իչա դանգրատը բարձրացրեցի բան, դից անցնող մեքենաները, ախպեր, ինչ անենք, ինչով օգնենք։ Սուպեր ասում եմ, օքեյ, ես։ Լավ է, մերսի, բան, սաղ անցնում են, վերջը գալիս են կանգնում են, ասում եմ նորմալ է, նոր։ Քանդում եմ այդ բոլտերը, մնում է մի հատը։ Ունես լավ կլուչ ունեմ, չեմ կարող քանդեմ այդ մի հատ ուտ։ Ուժս չի երիկում։ Սորվատ է, սորվատ։ Չէ, պրոստը ձիքա ձգած։ Ուժս չի երիկում, լի արդեն կանգնում եմ վրան, ասես ջուրս վրիցս գնում ա, հա։ Որ ասում են օգնենք, ասում եմ, չէ, բայց արդեն հասկացել եմ, որ պետք է օգնեմ, էլի։ Ու մեքենա կանգնած, որ ստաղա իջավ մեջից, ասեց ախպեր, ինչով օգնեմ, որ ասի քո ցավը տանը դու ես ինձ պետք է ասի, ապեր, եթե օգնես, մենակ դու կարաս օգնես, ասեցի։ Ասում ուղղակի ուժս չի երիկում ես, բոլտը շատ ձիքա ձգած։ Արա, այստեղ են եղավ, այդ պագրիշկեն եղավ, ես եղա ինքն էլ չկարացավ քանդել այդ բոլտը։ Վերջում հետ դրել եմ բոլտերը տեղ, էվակուատոր եմ կանչե, բարձել եմ վրան, տարել եմ վուլկանիզացիան, որտեղ որ ձգել են այդ բոլտը, ասել եմ ով որ ձգել է, թող ինքը քանդի։ Մենակ ինքը կարողացավ քանդել։ Գործիկով։ Չէ, զերո, ով եկավ չկարողացավ, ասի դու ես ձգի, արի դու քանդի, ինքը եկավ, քանդել։ Անդոպ, ունենք հարցեր։ Որոնցից մեկը մի խայտարակ պատմություն քո մասին։ Իմա որ եղել է։ Հա, որ եղել է։ Ես Ես վստահ եմ որ շատ։ նախորդ իմանա ես հարց լինելու է, կհիշեի ինչ-որ բան, բայց հիմա դու ունես խայտարակ պատմություն, Ես քո մասին պատմի, քո միշտ մասին ունեմ մի հատ խայտարակ պատմի։ պատմություններ։ Հա, որ դու մի հատ պատմես կարող է գա։ Դե խայտարակ պատմությունը էլի որ մի նախադասությունը 3 ժամում գրեցինք։ Խայտարակ չի, բայց խայտարակությունն է, բա ինչ հողերս գլխիս։ Էն է Լոս Անջելես։ Որ նախադասության։ Դե այդ Միացյալ Նահանգներում որ կամերային թատրոն պետք է խայտարակությունն է, ինչ է։ Եղել է դեպքեր, որ մոռացել եմ գրիմս մաքրեմ, նստել եմ մեքենա ու
վարելու ընթացքում էլի տեսել Բեղերով։ եկան զուգը մազունի որ մազունները ոչ իլ կուներ ուսումը ոչ իլի մասին հա չէ այդ տեսակ բաները Բայց եղել ի՞նչ Գրիմով անդ։ Պարիկով բանով լավ, երեխեք մի հատ շատ երեխեք տղեկ մի հատ շատ խնդալու պատմություն ես վերջերս եղել նկարահանման հրապարակում հետո կասեմ ով է բայց ինձ թվում է հիմա ինքը որտեղն է ինքը հասկանա ում մասին է խոսքը երթունում չկա դες բան դու էլ գիտես այն պատմությունը Ժիրո Իվան սիտկոմի նկարահանումներն է կողքից հրավիրել են մի հատ դերասան շատ սիրված դերասան ապրիտում ես զարմացած եմ պրոստի ինքը խիտ այն սիտուացիայի մեջ ընկավ չհասկացա ուրեմն բերել են այդ դերասանին կանչել են հրավիրել են նես չի որ գլավնի օտա բայց այդ մի քանի սերա գլավնի դեր էր ինքը հա մի խոսքով իր տիպաժը փոխելու համար կերպար ստանալու համար իրան ավելացրեցին շռամ Այ մասալ գիտեմ մասին էլի ավելացել չէ դուք չէ դու չեք նայ դու չգիտեք իրան ավելացրել են շռամ եւ ավելացրել են մի աչքի մեջ լինզա որ տարբերվի իր առօրյայից կամ իր մնացած կերպարներից տարբերվի Իմ մի խոսքով ինքը եկել առաջից նկարահանման օրն է իր առաջին նկարահանման օրն է եկել այդ դրել են գրիմ արել են բանը լինզան դրել են շռամը սավարել են բան նորմալ նկարվեց գնաց գրիմյորը մոռացել է ասի հանենք հա մնացել է այտենց դե ինքն է մտածել է օքեյ էլի ինքն էլ է մոռացել երևի մի խոսքով ասում եմ գիշերվա ժամը 3-ն է լավ ինձ չի Ասում եմ գիշերվա ժամը 3-ը 4-ն է մեկ էլ տնօրենն է պատմում Ժիրո Իվան ֆիլմի ասում եմ մեկ է զանգել է այդ տղեն Կարեն ջան, ասում ասեցի, քնած եմ, ասում եմ, քնած եմ, խի ասած արագ Կարեն ջան, ախպեր, այս լինզան կարամ հանեմ, չեմ կարող քնեմ։ Լավ էլի։ Ու ինքն է պատմում, որ ամբողջ օրվա ընթացքում ասում եմ, երեխես նայում ար, ասում եմ։ Ասես չէ։ Ես խեմ յաշկի, ուիշ գրում յաշկի։ Ինքն է ախր Պետք է հանես էլի, ասենք գնաց ես դու հրա։ Չեմ նկարահանում։ Չեմ կարող քնեմ, կարող հանեմ։ Էնել ասել ότι հա, ախպերս հանի։ Ու լավ է հաջորդ օրը եկել է, որտեվ գրիմյորն են գած լինզան է մանգալի։ Լինզան միասը տարել է հետո դու հանեմ, կարող քնեմ որ նորը։ Այդ վերջի իմ ամենախնդալու պատմությունն է եղել, հա, իմ ասելով։ Տես ասում ես խայտարակ պատմություն չգիտեմ, տեսար որ կա լիքը խայտարակ։ Բայց դա իմ հետ չի եղել։ Հա, բայց կոնը չի, բայց մեզ հետաքրքիր է, բայց խայտարակ ու խնդալու պատմություն։ Բայց ո՞ւր որ Պարիկով գնացել ես չես զգացել, դե մոռացել ես Չէ, Պարիկով մեկ հնարավորություն որ տեղ ես գնում ու ուզում ես քեզ այն ԱԱՑ-ի աշխատողների նման, չէ, որ մեր կողքի շենքում մի հատ մեկին ունենք ԱԱՑ-ի աշխատողը, երթում եմ իրան քաղաքում օրվա մեջ կարող եմ 5 ձև տենամ։ Նոր մի քանի ժամվա մեջ բեղերով, առանց բեղեր, մազերով։ Լավ է։ Երթվում եմ, բայց ինքը մեր բակում առավոտները հետներս կոֆե խմում բանում։ Գիտենք էլի։ Բայց մեկի կենտրոնում կարող տնես բանա, երկար մազերով, ասես ինքը պրոստը բանա գա։ Արա բայց երթվում շատ բարել ինքը բեղերով փոխվում է այլ անդադ։ Հա, որտեվ ինքը դե աշխատակից հա, այնպես կարա էլի ինքը, չգիտեմ, ինչ-որ մեկին է հետևում։ Դու էլ այտենց արես որ ինչ-որ տեղ մտնելու համար։ Հա, ես էլ այտենց մտնելու համար ինչ-որ բան, բայց պալիտ եմ եղել ամեն դեպքում, այս անտեր քիթս այնքան մեծ է։ Քոնը քեզ դժվար է։ Ուր մտնում ես երևում է։ Հա, քեզ դժվար է, ինչ ուզում եմ փոխել։ Հա, ինչ-որ չգիտեմ ինչի է, այտենց տպավորվող է էլի դեմքս։ Մենակ քիթս երևի Հերիքա։ Հա, հետո դեմից քիթս է մտնում, հետո ես։ Դրա համար պարոպկեքի մեջ էլ է, այտենց էլի դեմից ավտոյից քիթն է մտնում, հետո իմ քիթը, հետո մեքենան ընթանում։ Իմ հետ մի անգամ եղել է ոստիկանի ֆորումով եղել բեղերով ու լոկացիա ենք փոխել քաղաքի մեջ որ ուրիշ տեղ պիտի նկարենք, էլ չենք փոխվել այդ բեղ բան չենք փոխել։ Նստել եմ ավտոն քշելով գնացել եմ, են 06-ով գայշնիկներ թվերն, հա։ Հա, այդ։ Ու տենց արագ էի գնում, տեսա որ գայշնիկը առաջ եկա որ կանգնացրել, հետո տեսա որ ես ֆորմում եմ։ Գնաց, ասես ֆրցրեցի ու պարկեն հետ գնաց։ Նո, տեսել եմ անգամ համակարգի աշխատող ես եղբայր, ուղղակի բեղերով ես էլի։ Չէ, բանը, այտենց բաներ, ասենք թարթիչ դրած շատ եղել է որ շատ երկար են նայել կամ մոռացել են պամադամաքրել։ Չէ, դե դերեր կա որ բանա, դերեր կա որ իրականում
կանացի դեր եմ տալու։ Դե չգիտեմ, հազար բան խաղացել է, խաղացել է։ Թարթիչը մնացել։ Ու ոչ թե մոռացել եմ, մնացել է, այլ եթե տաղավարից պետքա գնանք ուրիշ մի քանի մետր է, որ չփոկես, բայց այդ ընթացքում, ասենք, այս վերջերս ինչ էր էլի թարթիշով որ նկարահանումներ չեմ հիշում, մտա խանութ շրտներքով ու թարթիշով։ Երթվում աղջիկները ոնց են այդ թարթիշները կանում այդպես մեծ։ Որ ծանրություն է, ինձ մասը ընկնում աղջիկս։ Ան ինձ մասը ընկնում է ոտից տակ, ես միշտ զարմացել եմ։ Առհասարակ աղջիկների ընդհանուր մեյքափի շպար են ասում։ չգիտեմ ինչ ասես ասես։ Դե լա տենց։ Դրա համար ուշանում են էլի միշտ։ Դրա համար միշտ ուշանում են։ Տղեկ ինչ է, մեծ լվացում են, մի հատ ճպուր են մաքրում։ Ջերմուկով կարաս առավոտը։ Սենց երկու։ Մատերից դեր որել չես խաղա կյանքում։ Դեր։ Չէ, խայտարակ դեր, ինչ դեր։ Չէ, նենց որ ասես էլ չեմ խաղա տենց բան, ինչ որ Որ անկեղծ ասեմ, չէ։ Ես բոլոր ինձ տված դերերը սիրում եմ, բոլոր։ Երթվում եմ, ասենք չի, ու այնպես էլ չի որ կարճ երկար ինքը երկար կապ չունի, ինչ դեր լինում, ես սիրով ընդունում եմ եւ խաղում։ Որտեվ քանի որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, դրա համար չեմ ուզում ոչ մի բան բաց թողնել։ Անկեղծ ինչ դեր տալիս եմ խաղում։ Բայց դե հիմա չեմ ասում էլի, դες մի հատ զզվելի ես ինչ դեր տան, բայց ինձ թվում է կփորձեմ փոխեմ ինձնով սարքեմ, դա մատուցեմ այտենց, որ ավելի վատ կերպար չդառնա, դրա համար փորձում եմ։ Վատ այսինքն բացասական։ Չէ, ոչ թե բացասական, այլ չգիտեմ, ինձ թվում է 10+ դերերի մեջ չեմ խաղա։ Դե հա։ Ինձ թվում է, չգիտեմ, այդ նայ աղջիկներն են, չէ՞, մեկ ասում համբույրի տեսարան չդինի բան։ Բայց ինձ թվում է ես չեմ կարող խաղալ։ Երթվում եմ, չգիտեմ, առաջարկ չի եղել իրականում նման։ Չի եղել դրա համար էլ ասում եմ։ Դե որովհետև ով իմ հետ կհամբույրի, ցեկտերից։ Եթե չէ, եթե լինի, ինձ թվում է, չգիտեմ ով պետք է լինի։ Դա որ ես Սա ասեցի պատկերացրեցի իմ հետ, տես, դրա համար Ես պատկերացրի ինչի չեն առաջարկի, ինչ նախանգարում։ Գիտե իմ հետ։ Պետք է մի հատ էլ ինչ-որ մեծ քթով աղջիկ լինի, դե դեպքում արդեն չենք հասնի։ չեք հասնի իրար արդեն։ Քիթիկ կլինի արդեն։ Քթերով ավարիա կտակ արդեն։ Վերջում քիթիկ եղավ մաշի հետ։ Ծանր հարցերի շարքից ինձ բաժին ընկավ։ Հիասթափություններ ունեցել ես։ Հա միշտ։ Ավելին ասեմ ամեն օր։ Ամեն օր։ Հիասթափվեցի ձեր հաղորդումից։ Ստեյս ասում եմ։ Որ սիրուն հումորով նորմալ ասելով ավտոյից բանից խոսում եք։ Հետո հիասթափություններ։ Այն լուրջ հաղորդումներից եղավ, էլի հարց են տալի ու լրջին ենք տանում։ ու ամենասկզբից են որ որոշում ես չէ, ապա դու քեզ լուրջ ես պայելու, այն իմաստով որ չես լացելու, չես ուզվելու բան, բայց ամեն դեպքում միացած կտոր կա որ սրտի կպնում է ու սկսում ես նեղվել։ Իհարկե հիասթափություններ 2002 թվականից մինչև այսօր հիմնականում չեմ ուզում ասեմ ամեն օր, բայց ամեն տարի, այսպես ասեմ, լինում են թե ընկերական շրջապատում ինչ-որ հիասթափություններ, կյանքում ինչ-որ հիասթափություններ, լիքը լինում են, բայց եկեք ավելի լավ կլինի դրա մասին չխոսենք, որովհետև ինքը թեթև հաղորդում է, չեմ ուզում լրջացնենք։ Okay, այտենց հաղորդումներ կան էլի որ իրականում լրջացնում են ու սկսում ես լիքը կյանքդ պատմում, մեկը ինքս ինքան սկսում է ինքնաբերաբար սկսում ես արցունքներ Հուզվել։ Հա, ես էլ շատ այլանդակ եմ էմոցիոնալ եմ։ Okay, բայց այդ ամեն օրը որ կա։ Ու լացվում է, դա չեմ ուզում էլի։ Այդ ամեն օրը որ կա, ո՞նց ես հաղթ արում։ Հեշտ։ Դե չէ, ես ստատիստիկայով, դե բնականաբար հա, բայց ստատիստիկայով բանն է, չէ, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, քան կանայք։ Այդ ինչի՞ց է, որովհետև կանայք խոսում են, պատմում են, հա, տղամարդիկ ներս են քշում։ Ես ներս եմ քշում, բոլոր տղամարդիկ են ինձ թվում է տենց, դրա համար ինձ թվում է տա Աստված մենք երկար ապրենք, ինչ ասեմ, հա, դրա համար նայ թեթև եմ նայում, որովհետև էլի եմ ասում, միշտ առավոտները փորձում եմ արթնանալ կոպիտ, ոնց են ասում հայերեն, աջ ոտով, լավ երաժշտություն լսելով, սուրճը վայելելով, դրական եմ արտա, իսկ այդ դրականի, այդ ամբողջ օրվա դրականի մեջ մի հատ բացասականը շատ արագ sense վրայով անցնում ես։ Այն բանի նման էլի որ ավտոն եղավ, բանես լավ է, շուանդոս լավ է, շումն է բանը, մարդիկ տարեցում ասես, վրայով։ Մեկ էլ մի sense բան ունենք, հատված ունենք, կոչվում է մեղքերի թողություն։ Հա։ Մենք ակնկալում ենք քեզնից մի մեղք ճակերտավոր,
որ կարող է դա եղել է փոքր ժամանակ, օրինակ խոստովանես Չարաճճիություն, եւ դա, ներողություն խնդրես դրա համար, որ փոշմանել ես, որ այդ արել ես ու առիթ չի եղել ներողություն։ Տասը մազեր Ես ներողություն իմ կյանքում մի հոգուց պետք է խնդրեմ միշտ ներողություն բառանես չի որ ինքը ծանր բան է, կարելի է ամեն օր ներողություն խնդրել ինչ-որ բաների համար, արած կամ չարածների համար, բայց ամեն դեպքում իմ ներողությունը միշտ տատիկիս ա ուղղված եղել, որովհետև տատիկիս կյանքը շատ եմ կերել, որ լուրջ եմ ասում փոքր ժամանակ տունը պաժար եմ տվել, պարկետն է, չէ, այն ժամանակ պարկետ էր, լամինատ բան չէր, մեր տան Դիլիջանի տան պարկետը սա բան էր, դանակի տեղեր էր, տատիկս Սենց է իրանում։ հա, դանակի տնկաստում, երբ դանակի տնկաստում հիմա ֆրզնելով։ Հա, մի խոսքով։ Հա, ժամերով տատիկս ընկնում ինձ էր մանգալի չէր գտնում, հենց մեր ջրողերում Դիլիջանում թաղամասկա ջրող էր կոչվում, կողքը Մանուշեկ կինոթատրոնն է, ու ինձ միշտ հանգարում էի հանդիսատեսին այդ թատրոնի, ոչ թե թատրոն, կինոթատրոն, որտեղ այնտեղ հնդկական կինոներ էին գնում նայում, ու երդվում եմ ես բեմի վրա վազում էի։ Հանդիսատեսությունը ստոց նայում եմ, այդ երեխա է վազում եմ վրա։ Ու տատիս գիտեր, որ եթե մի ժամ կամ 2 ժամ իր աչքից հեռանում է ու փոքր ասելով ասեմ փոքր 4-5 տարեկան երեխա ու միշտ գիտեր որ թատրոնում եմ այսինքն այդ տարիքից ոնց որ այդ բեմ ասվածը սիրել եմ էլի հա կինոն զուգահեռ է եղել քոնը համ հարթակն է եղել բեմը համ կինոն է եղել զուգահեռ միայն տատիկիցս ներողություն կխնդրեմ իմ այդ չարաճճությունների համար բայց ցավոք սրտի հիմա ինքը կլսի երևի երկինքում Իսում այդքան հաստատ կների։ Բայց շատ էի սիրում մինչև այսօր, մինչև առօրսօր շատ եմ սիրում այդ տատիկիս մի քանի տարի առաջ հեռացավ կյանքից, այս տխուր բաներից ենք էլի խոսում։ Չէ, մենք զգում ենք։ Բայց այդ տատիկիս այնքան շատ էի սիրում, երդվում եմ տպավորությունը մի հատ ուրիշ բան պատմեմ, հողարկավորության ժամանակ իրա գերեզմանները շատ դքի վրա է, ու դա մեքենա չի իջնում, էլի, դες պետքա ոտով իջացնեն, ու դիքնես դիքա որ ահա որ է, բացառվում է կարողանաս հանգիստ իջացնել։ Բազելով ենք իջացնել, ասում եմ կողքից տպավորություն կլներ, որ տատին շուտ են։ Վրազը։ Ժոտ շատ արագ է իջացել, ու տատիկիս պանիխիդայի օրը չգիտեմ ինչ պայմաններում մեր կողքի անմիջապես կողքի հարևանը նույնպես մահացել էր նույնպես իր պանիխիդաներ ու բակում երկու հատ դագաղի կրիշկա դրած մեր թատրոնի երեխեքը որ եկան բան Դիլիջան պանիխիդայի ասին անտու էս ասի դե երկու տեղ ենք դրել Ճոխելնի, հա։ բայց լուրջ երկու հատ Հայտնի անեկդոտը իրականացել է։ Երկու տեղ ենք դրել Մի խոսքով տատիկի հետ կապված այդ հումորները ներողություն եմ խնդրում տատիկիցս, բայց իրան իրականում շատ էի սիրում։ Ապրես, Ես առաջարկում եմ բադիկը փոխանցես։ Ահա, ես բադիկ կյանքի մերն եմ, այսպես ասում եմ, որ դու դա պիտի ասես։ մեկո տաղանդի վրա չենք կասկածում։ Ով պետք է գուշակի երգը, ասեք ես։ Մենք Դու ես նվագելու։ դու պիտի նվագես, մենք Ես միանգամից ասեմ, որ ահագին շանսեր կա, որ ես եմ գուշակելու, որտեվ մեր պրակտիկան հա մայստրոն է։ Այտենց դու հանի էլի։ Թրջեն նոր է։ Չէ։ Այսինքն էս։ Արա, Հակառակ։ հա, ես հասկացա, դա չկարացա, արես պագուշկի նման բառա։ Հա։ Տանեն վուլկանիզացիա։ Վուլկանիզացիա տարի թող սինուն հանեն։ Բայց մի վարդ, հա։ Չէ, լավ։ Չէ, լավ։ Ահա։ Էս Մենակ զգուշ-կուլ չգնա։ Նայ ոնց որ փորձ ունի, լուրջ։ ոնց։ Ես չեմ հիմնականում քաշում եմ ես։ Հա, բայց չէ, Լսել եք դու դուք Հա, լսել եք, պետք չի։ հիմնականում քաշում եմ։ Իմացանք որ ետես։ Հա, չէ, չպատմեմ։ Բայց հիմա արդեն պետք է բան անեմ, մի հատ Գյուրակյան հիշում ինչ պետք է։ Դե ցանկալի է մի քիչ հիթային, որ Դե բնականաբար, ասենք, ես ձեր անցած հաղորդումն էի նայում, եթե չեմ սխալվում, հա, շատ հին երգ նվագեցին, ոնց հասկացա, դաժե ասելով չեմ կարծում, դուք իմանայիք ինչ երգի մասին է խոսքը։ Ես հիմա փորձեմ մի հատ հիշել։ Լուսիկ Քոշյանի։ Հա, չէ։ Իսկ դու էլ չես իմանա։ Եթե այտենց ավելի բան ես։
Հուշակ եք հասած։ Ավելին ասեմ, եթե փորձեմ հուշել ինչ որ բաներով, թե բացի այդ։ Չէ, հələ Ես նկարահանվել եմ մեջը։ Դեք։ Հա, ես ջոգեցի բանն է։ Soundtrack, այսինքն Soundtrack-ը, չէ՞։ Հայտնի երգ։ Հայտնի երգը։ Հաչիկը, Հրաչիկը։ Ես ասում սլուխով, ես ռուսախոս եմ։ Ռուսախոս է։ Ռուսախոս սլուխի եմ։ Դա ջոն, անկես մի հատ բան ասեմ, այս երգերը որ լսում եք, այդ փոքր կարծում եմ լսում եք, էլ նույնիսկ չի որ ստացում երգերն եք լսում, բայց այդ փոքր երգերը որ անում եմ հումորային, մի հատ ընկեր ունենք, ինքը երգում է տարբերակ մի երկու օր լսում եմ ու մի անգամից ոնց ինքը երգել է այդպես երգում եմ այսինքն կրթություն բան չունեմ ու ահավոր վատ է ձայնս բայց մի քանի անգամ մի երգը լսելուց հետո շատ մի անգամից տպավորվում է այդ չգիտեմ լսողությունս ավելի լավ սլուխ լսողությունս ավելի լավ որ կարողանում եմ դա բան անել օրինակ հիմա մի հատ երգ կա դրա տեսալովակը դեռ չեմ հանել բայց հուսով եմ այս հաղորդումը որ գնա այդ երգը արդեն դինելու է համացանցում եթե թույլ տաք էդ է լսենք Անոնս անենք անոնս անենք կարճ երգա չամուսնացածների մասին է երգը Դարքիր կլինի Արտաշ Ասատրյանի ժամանակին երգն է Կանեմոնը ժամանակին ապրես հեսա հիմա եկեք լսենք Հիմա այդ փոխել ես փոխեմ շատ խնդրել եմ կարճ բան է փորձենք լսենք այդ երգը Չամուսնացա ժամանակին խառնաշփոթ քո կյանքում ճոճում ես պապու դիվանին ամուսնանալ ես ուզում թերթում ես դու ստորիները լիքը բառոշու դոշեր դողում է կարծես ձեռքերը նամանավանդ սազեկը ամուսնացի ժամանակին Ստիս լավ տղաչը Դու ամուսնացած ու ամուսնանա։ լավ տղա չես։ Մի խոսքով այս երգը շատ այսինքն նայ չի չէ որ Արտաշից վատ եմ երգում։ Չէ ոնց Դու Բոմբեր, չէ։ Հա շատ լավ Այսրա տեսալովակը չկա, այսօր անպայման նկարելու ենք, դա որպես անոնս հետո կգնա։ Հա, ես եմ։ Հա, ես եմ դինա, ես։ Լավ, Ամի բա ասած դա է, չեմ խոսում չէ։ Ռեյմոնեսանս բաները ցույց տալուց եմ չես պատկերացնում, ասենք լրիվ ուրիշ բան կա հասնի ստեղ։ Ես ուղղակի մտածում եմ երկու բառը բան, չէ։ Չեմ կարող ասեմ։ Հուսահատ ձի Ահա, հա։ Ահա, Սա դի։ Ինքը երգ է էլի ոնց որ։ Օ, լավ սիգնալ է։ Մենք լսում ենք։ Ինձ թվում արդեն հուշում է նորմալ հա, ջոգի։ Մեծ մի բացատրես եմ։ Հա, ջոգեցի, օքեյ։ Ահա, այո։ Խաչմերուկա է դի։ Հա, խաչվեցինք։ Օ, մի վարքյան։ Սլուխի բան չի, տեսողական սլուխ է։ Հա։ Այդ բառը հասկացա, այս բառն է հասկացա։ Իսկ նախադասություն է այս բառը հասկացա։ Ապե, Նախադասություն է։ չէ, նայ, ես հասկացել եմ ինչ են ասում, բայց ես այդ երգը չգիտեմ։ Չէ։ Եթե երկի չգիտես։ Բայց նայ, ես կարող եմ ասել դու գիմանաս այդ երգը։ Դավայ։ Սենց, ո՞վ պետք է չխոսամ, հա։ Բացարձակ հույսեր չես ներշնչում։ Չես ասում, նայ, պարզ մարդիկ ասել են, ես ուղղակի երգը չգիտեմ։ Ապա
Կստացի երկը տարբեր երկիշների կողմից է երկվել։ Էս ի՞նչ է։ Խաչմերուկ։ Ապրես։ Կյանքի խաչվող ուղիներ։ Օրո չեմ ամոթում։ Չեմ ամոթում։ Ես արա հետ բան տենց Կյանքի խաչվող։ Այո։ Հատվող է, հատվող է, թե կյանքի խաչվող է։ Ինչ է։ Ոայ, Հատող ուղիներում։ Ապրեք։ Չէ, բայց էլի կա էլի, թե։ Բայց էսի вообще ուշ կար, բայց լավ ես բացատրել ու եկել աստեղ Ես ասել։ սենց մոտարապես կտեսնակ, էլի կյանքի խաչվող։ Ուղիներում, հա, բայց Չոր դաժան բան եմ սպասվում, ես ոնց Ինձ էլ հասկացել եմ։ տենց ինչ չեմ հասկանում։ Ու մինչև գա հասնի քեզ, որ արդեն ինձ բացատրելով չգիտեմ ինչա դառնալու։ Ահա։ 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 Էսի կապուներ այդ բարի հետ։ Ինչ ես խոսում։ Չգիտեմ ինչա կապվում դե։ Էսի հասկացար։ Հա։ Հա, դե փորձենք։ Ապա Մեջքիս հետևի ինչ-որ Հա։ բաներ կատարվում։ հա 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 Էդ չի Էդ է, բայց Արա դրա չ Ապրես։ լուրջ ես ասում Օր գշով։ Անց ոնց որ ինքը իր ձևով բացատրեց ես հասկացել եմ ինչա բայց կարող է նայ Բալետ բարող։ նայ ապե չէ բասի նայ Բայց դուք էլ արեք։ նայ ախպեր Կլոր բանա վերցրեցի։ Հագա։ Բայց նայ, մինչև դու ասա, բայց Ասպես։ Երեխա։ երեխաս մե։ Հա դու ես լացում, պրոստը չի ան։ Ես չեմ հասկանում, ես լացում արա դե հասկացա։ Ինչ էսի, ինչ։ Կրուստա։ Վազ, ջուրը, ծար։ Ծար աճեց։ Մանա տերես, ծարի տերես, ճարտա։ Խաղողն է, խաղողի այգի։ Ծարը, բանարես, թապես, կողքերես, զիպ։ Ուրի, ծար, բարդի։ Հետքին, ուրի, ով ուրի, ծար ուրի։ Արա, ես, աղբերես, ծարը ջնեցինք, աճեց։ ապե ճիշտ ասել ես Ուրենի, լացող ուրենի, ուրենի լացող բարդի, լացող, էսի չէ լացողը չէ, հա չլացող բարդի, հա չլացող ուրենի չլացող ուրենի, Չլացող Անջան շնորհակալ ենք որ եկար։ ձեզ մերսի, հուսով եմ լավ եթերս չգիտեմ։ Ընտիր, շատ ու Էմիլը մի քիչ զանզրացա, որ մեկին քնած է ես ու այդ կապակցությամբ մեր գործընկերոջ կողմից Սարլի ընկերության կողմից մի հատ շատ օրիգինալ սիրուն նվեր, որը շատ ենք ուզում որ դու բացես։ ամբոքսինգ անենք, Unboxing մենք չի գիտի Աբա լակոտ չենք։ Instagram-իստ է Smart ավտոքշել չգիտեր ամբողջ։ Հա, ախպերս բան կյանքս կերավ ավտո Կկարդաս։ Այս պետքա ինչա գրած ամեն գարուն ինչքան ծանոթ այնքան նոր է ու ցանկալի ամեն գարուն մի նոր ձայնով ու նոր սիրո պես է գալիս Բան Գևոր կեմի Գևոր կեմի
Էմին գալիս։ Էմին թասը գտել, էմին գալիս։ Էնի գալիս է։ Սենց կարող կանենք, դաժե։ Հա, դες որ սիրուն լինի։ Գերնե գիտի։ Ակուրատնի։ Որ գժվում եմ շոկոլադների համար լուր։ Չէ, մի արա։ Ասա այն միարա։ Շատ արագ։ Մի կեր։ Գիտեմ ապա որ սապոնա։ Ես սապոն եմ սիրում ուտել։ Լուրջ ես ասում։ Չէ, բայց լուր սապոն, հա։ Դա փրփրել է բերանս։ Կապոնակ Փուջիկներ այդ։ Ժողովուրդ շատ մեկեք վերած ես կրուպնին որն է, մի հատ ցույց տամ, սա օճառը, հա, սիրելիներս։ Սա ես կօգտագործեմ իմ նոր բնակարանում, որտեղ սա կունենա իր ուրույն գեղեցիկ տեղը։ Ասենք շնորհավոր։ Ասենք շնորհավոր, բայց այս պուճուր սապոնները չի կորի ընթացքում։ Չէ։ Լողանալուց նկատի ունես լվացի։ Չէ, լողանալուց։ Դու մեծերով լողացի եմ, փոքրներով լվացի։ Լվացի, կամ կեր փոքրներ։ Հա, չէ, իրականում բույրն էլ է շատ լավ, հա, սիրելիներս, այնպես որ շնորհակալություն նվերի համար։ Ինչ Սարլի։ Սարլի։ Շնորհակալություն։ Անջան, էլի շնորհակալություն, որ ժամանակ գտար։ Մենք սրտանց ցանկանում ենք քեզ, որ դու էներգիայով այդպես միշտ անսպառ, պոզիտիվ, ուրախ մնաս մեր կյանքում, մեր կողքից, քո գործերին լիքը հաջողություններ։ Շնորհակալ եմ ձեր գործերին լիքը հաջողություններ։ Գործերին բարի գալուստ։ Բարի գալուստ, շուտս բանկա չէ, հիմա թիթիզ բան։ Ամերիկայում տենց են ասում։ ասում բարի գալուստ, հա, ինչ հաջողություն։ Չէր գիտեն է, ինչ Ուրիշ գիտեն վատ է։ բաների մասին չէի կարա խոսայի ինչ հաջողություն։ Ես էլ ձեզ գործերին բարի գալուստ եմ մաղթում, այս հաղորդումն է թող շատ երկար կյանք ունենա, բաժան օգտագործեք այս ալիքին ու նայեք այս հաղորդումը սիրելիներս։ Ապրես։ Մենք կհանդիպենք եսին երբ։ Խորանոցում, կարդիքներ ենք բացում